Մեր երկրում այս բեսպրեդելի արատավոր երևույթների պատճառը քաղաքական, իրավական, բարոյական պատասխանատվության բացակայությունն է։ Ամեն օր մեր երկրում կրակոցներ են, վերջու 2 օրերին անչափահասներն են ակտիվ կրակում։ Երբ մարդ տեսնում է, որ Սյունիքի մարզպետի տղան օրինակ սպանության փորձ է անում ու չի պատժվում, ՔՊԱ-ական падգամավորի եղբայրը հրազենային վիրավորում է հասցնում ու չի պատժվում, Փաշինյանի Շարասյունը ինքն էլ մեջը մարդ է սպանում ու չի պատժվում, սա ծնում է հանցագործություններ, երբ ինչ-որ մեկը տեսնում է, որ կարելի է ակտիվիստին ծեծել ու չպատժվել, այն էլ ուղիղ եթերի տակ, կարող է մտածել, իսկ ինչու չի կարելի գիշերը կամերաներից հեռու վառել մեկ այլ ակտիվիստի ավտոմեքենան։ Մեկը մյուսի տրամաբանական շարունակությունն է։ Ու երբ այս բոլոր հարցերը բարձրացնում ես, իշխանության անդամները խոշոր հաշվով ասում են, լավ ենք անում։ Մենք ծեծում ենք, հա, առաջ սպանում էին։ Ուզում եմ հասկանալ, այդ ում էին սպանում ու սպանողը չէր պատժվում։ Ինչ որ չեմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ, 3 տարի առաջ հղի աղջկան վարչապետի Շարասյունը սպանեց։ 3 տարի անցել է, մեկը չի պատժվել։ Այսինքն անգամ այդ ամենագնացի վարորդ ոստիկանը պարզվում է մեղք չունի, հանցակազմ էլ չկա,